Չինարեցի աղասին է, որին հուլիսի 20-ին թիրախավորել ու մի քանի ժամ հետապնդել են ադրբեջանցի դիպուկահարները։ Հենց գնացին դեղ, հետո կրակեցին։ Երբ սկսել են կրակել, 17-ամյա տղան գյուղի գերեզմանատան տարածքում է եղել անասուններին արոտավայր տանելիս։ Աղասիին փրկել է համագյուղացու Շիրմաքարը։ Պարկեցի քարի հետևը, տենց մի ժամի չափով կցա, որ հելնեմ, էլի կրակեցին։ Կուչ եկած աղասին տապանակարի ետևում սպասել է եւս 1 ժամ, մինչև հակառակորդի լռելը։ Պատանուն սպանելու փորձի արդիվ քրեական գործ է հարուցվել։ Մարտական հենակետերից ադրբեջանական զինուժը կրակել է ժամը 13-ից 18:30-ը։ Այդ ընթացքում մանկապարտեզում են եղել նաև Կարմիր խաչի ներկայացուցիչները։ Չինարիում 5 օր անցկացրել են անվտանգության առաջին օգնության դասընթացներ, իրենք իսկ դարձել գյուղի գնդակոծության ականատեսը։ Երբ նրանք գտնում են գյուղում, կրակոցները սկսվեց եւ հենակետերի ուղղությամբ, իհարկե նաեւ գյուղի ուղղությամբ, բաց սպառվեցին ապահով սենյակներում եւ երբ որ արդեն կրակոցները դադարեցվեց, ժամը 6-ից հետո կարողացան իրենց ազնագազմը 2 մեքենաներով հանդես հեռացան գյուղից։ Քրեական գործերից մեկով նրանք ցուցմունք են տվել։ Նախաքննական գաղտնիությունից ելնելով ձեռք բերված տվյալները առայժմ ենթակա չեն հրապարակման։ Գլխավոր դատախազի եւ մարզի դատախազի կողմից տրվել են հստակ ցուցումներ, կազմվել են քննչական եւ օպերատիվ հետախուզական պլաններ, կատարվում է լրիվ բազմակողմանի նախաքննություն։ Վերջին գնդակոծությունից Չինարին 12 միլիոն դրամի վնաս է կրել։ Խաղաղ բնակչության հանդեպ ադրբեջանական գործողությունների վերաբերյալ փաստերը Հայաստանի օմբուդսմենը կներկայացնի Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին։ Չինարիի վերաբերյալ պաշտպանի հատուկ զեկույցը միջազգային կառույցներին կուղարկվի նաև ֆրանսերեն։ Հակառակորդի թիրախավորած Չինարիի մանկապարտեզը դռները չի փակել։ Երեխաներն այստեղ են, թաքստոցի մոտ ջերմոցել ունեն։ Հաջորդ ամռանը աղասին բանակում կլինի։ Գնալուց առաջ կայցելի համագյուղացու Շիրմին, որ փակեց իրեն ուղված թշնամու գնդակի ճանապարհը։ Մայա Խաչատրյան, Վահրամ Զարգարյան, օրակարգ։